Եկեք գնանք միտեղ Մատթեոս ավետարան 11-րդ գլուխ 28 խոսքը։ Նայեք ինչ ասում Հիսուսը. եկեք ինձ բոլոր հոգնած եւ բեռնավորվածներ, եւ ես ձեզ պիտի հանգստացնեմ։ Եվ իմ լուծը ձեր վրա առեք, եւ ինձանից սովորեք, որ ես հեզ եմ եւ սրտով խոնար, եւ ձեր անձերին հանգստություն պիտի գտնեք։ Նայեք ինչ հետաքրքիր է, Հիսուսն ասում է եկեք ինձ։ Գիտեք այսօր կարծես բոլորս հոգնած ենք։ Այս վասկից, այս մրցավազքից, այս ամեն ինչից, այս աշխատանքից։ Գիտեք բոլորը երազում եք հանգստություն։ Խերանեք հանգիստ լինես։ Մեր ինչին ա պետք է բուդը։ Քուրիկներս են չխայնացած մտցնում են թանակը մեջ ճողնում են։ Սխտորի տեղ են սարքում էլի։ Բայց գիտեք ինչ է հետաքրքիր։ Հիսուսն ասում է ինձ նմանվեք։ Որովհետև ես կարողանում եմ քիչ առաջ ոնց որ եղբայրը կարոզում էր ու խոսում էր որ կարա հացը բազմացնես, հաց եմ բազմացնում։ Գիտեք Հիսուսը չասեց ինձ նմանվեք, որովհետև ես հրաշքներ եմ անում։ Հիսուսը չասեց ինձ նմանվեք, որովհետև ես կույրի աչքեր եմ պատրաստում, հողից դնում։ Գիտեք Հիսուսը մի բան ասեց. ինձ նմանվեք, որովհետև ես հեզ եմ եւ սրտով խոնար եմ։ Քիչ առաջ ես խոսում եկեք մի հատ մենք մեզ հաշիվ տանք։ Ինչքանով եմ ես հեզ եւ ինչքանով եմ խոնար։ Հիսուսն ասում է ինձ նմանվի, որովհետև ես այսպիսին եմ։ Ինքը Աստված լինելով չի ասում ես ալֆան ու օմեգան եմ։ Նմանվեք ինձ։ Ես հրաշագործ Աստված եմ, որ կարողացա 7 օրվա մեջ ամբողջ տիեզերքը, չէ 6 օրվա մեջ ներողություն, ամբողջ տիեզերքը արարեմ։ 7-րդ օրն էլ հանգստացա։ Գիտեք նման բաներ չի ասում։ Չի ասում, գիտեք, ես եմ, որ երկիրը իմ ոտքերի պատվանդանն է։ Ասում է ինձ նմանվի, որտեղ ես հեզ եմ ու սրտով խոնար։ Եվ իմ հարց առաջանում։ Եվ որ դու նայում ես հայլու մեջ, ինչ ես տեսնում։ Հեզ ու խոնար մարդ։ Եվ որ դու նայում ես հայլու մեջ, ինչ ես տեսնում։ Խոզի բդի համար մրցավազքի մեջ մտող մարդ, այն 3 կիլո առես, 5 պետք է առնեմ, ասում հարևան իմացել եմ 7 առ, այ մարդ տար հետուր 8 կիլոնոց առ։ Ում ես տեսնում դու քեզ հայելու մեջ։ Հեզ ու խոնար մարդ։ Գիտեք այս խոսքում Հիսուս ասում է նմանվեք ինձ։ Նմանվեք ինձ։ Ում ենք ուզում մենք նմանվենք։ Քիմ Քարդաշյանին։ Ես ուզում եմ իր նման մոդել լինեմ։ Այն մեկ ասում ում ես ուզում նմանես։ Օսմոդի եկա 50 է թե 70 տարեկան էր։ Այնով էր որ եկավ Հայաստան Ջենիֆեր Լոպեսը։ Հա։ 50 էր, տորի 70 տարեկան էր, բեմի վրանից էր ապարում, 30 տարեկան էր, Եվակա այդքան որ շարժվում է, սես կաներ։ Ես ուզում եմ իրան նմանվեմ։ Ես էլ եմ ուզում 70 տարեկանում այդպես մերկ բեմի վրա ապարեմ։ Մեկ ասենք մեղա է, ասու ես ինչ ասում, այս 70 տարեկանում։ Գիտեք, ում ենք ուզում նմանվենք։ Ում ենք ուզում նմանվենք։ Հիսուսն ասեց ինձ նմանվեք։ Սովորեք ինձանից, ինձ նմանվեք։ Ես հեզ եմ ու սրտով խոնար եմ։ Սելի երիտասարդներ, կամ են մարդիկ ովքեր որ մեզ կլսեք, մտածեք երբևիցե։ Երբ որ ձեր մայրերը կամ հայրերը ձեզ մի բան ասում են, ինչքանով եք դուք հեզ ու խոնար լսում, թե ինչքանով եք բոյկոտում։ Ես պետք է ջուրը բերեմ։ Չես կարող աղբորս ասես, որ ինքը բեր, չես տնում ես զբաղված եմ։ Ինչ ես անում։ Instagram-ով live եմ անում։ Գիտեք, սա է խոնարհությունը, սա է հեզությունը։ Այսօր մեկ է չես կարող երկու բառ խոսել։ Մեկ անգամ իմ ընտանիքով մեքենայով գալիս էինք ու մի երևի հենց կակրած անցած տարի էր, ծննդյան տոների օրերն էր։ Մեր թաղամասում մի հատ մոթոտ տարածք կա, ինչ ասես դեղ անում են։ Երեխեք էին հավաքված
ու ինչ որ չգիտեմ, սայլուտի նման ինչ որ բաներ էին տրակացնում, այդ ասկոլքերքից մի երկուսը կպավ մեքենայի, կանգնել են, պատանիչս ասում երեխեք, ես ինչ եք անում։ Ու գիտեք, մի հատ իրականում անչափահաս լակոտ, հոպար, ինչ եղավ, ինչ կգցենք տեղը, այ ասում այ մի մատնաչափիկ։ Իմ դարդը մեքենան չի է, չեք հասկանում, այդ նույն ասկոլքեն, որ կպավ իմ մեքենան, բա որ տար մեկի տաշ կթափեր։ Մեկ էլ մեկ ասկացը հոպար ջան կներես բան, ասում այ բալան, ես ձեր մի մատնաչափիկի խետ սովորացեք, ես մեքենայի դարդը չեմ է, մեքենա է, ինչ էլ որ լինի կարա սարքվի, բա որ մեկի տաշ կթափի, ինչ եք անելու։ Հոպար ջան կներես դու ճիշտ ես ասում, ասի փասափուսեք հավաքեք, ստես գնացել եք, դες բաներ մի արեք, որտեղ չեք հասկանում, որ կարա մեկը վնասվեք։ Հա հոպար ջան կներես, հոպար ջանը մեկի բրթելով տարավ։ Գիտեք մի այսքան երևի չգիտեմ ով է, հոպար ջան կգցենք տեղը։ Ոսում ես ում փողերով ես գցելու տեղը։ Մեքենայի վնասված ում փողերով ես գցելու տեղը, պետք է գնաց որտես հետ։ Փողտուր մեկի մեքենան չգիտեմ ինչերա տանեք սարքեն։ Գիտեք երբեք մարդը որ աշխատած ելնում երբեք չի կարող նման վարկագիծ ունենալ։ Չի կարող նման վարկագիծ ունենալ։ Գիտեք չկա այդ խոնարհությունը, հեզությունը։ Հիմա նայեք Ֆիլիպեցիս 2-րդ գլխի մեջ։ Նայեք ինձ համար շատ sense հզոր բան է գրված։ 3-րդ խոսքից ուզում եմ կարդամ մինչև 11-ը։ Ասում է ոչ մի բան գրգռությունով կամ սենապարտությունով մի արեք։ Հապա խոնարհությունով մեկ-մեկու ձեր անձից լավ համարեք։ Ուզում եմ մտածես։ Քանի անգամ ես խոնարհությունով քո դիմացինին քո անձից լավ համարել։ Յա, հետեր պակաս։ Հետեր պակաս։ Հլիմ պրիչոսկին նայի, հլիմ հակացը նայի, հելը դրանը նայի, ինքը ոնց կարեն ձանից լավը լինի։ Բայց գիտեք մի բան ասեմ։ Բայց դու չգիտեք, որ ասես կարա նա իր սրտի մեջ, որն ասի դուստերս, քեզ ես քեզ չեմ ճանաչում դու ես։ Գիտեք աստվածարաչինը քո պրիչոսկին ու քո շորերին չի նայում է։ Ես ասած ինձանից սովորեք, որ ես սրտով խոնարհ եմ, առաջին այմը քո սրտին։ Եկեք շարունակենք, նայեք ինչ ասում։ Միայն ձեր անձերի շահը մի փնտրեք, ապա ամեն մեկը ձեր ընկերին էլ։ Գիտեք խոնարհ մարդիկ ընկերոջ շահն են փնտրում։ Իսկ քթները տնկած հպարտերը մենակ իմ համար լավ լինի, մնացածին ինչ ուզում ա լինի։ Դրա համար երբ որ տեսնում են մեկին գետնի վրա քցած մորթում են, մնացածը աշկերները փակված են, գործ չունեն, ինչ ուզում են թողանեն, չխառնվեմ անգած։ Ու ոչ մեկը չի ուզում ձեռք մեկնի։ Հիմա նայեք ինչ ասում շարունակությունը Տիրոջ խոսքը, ձեզանից ամեն մեկը նույն միտքը թող ունենա, որ Քրիստոս Հիսուսի մեջ է, Քրիստոս Հիսուսի մեջ եղած միտքը սա է, ես հեզ եմ, սրտով խոնարհ եմ։ Այդ միտքը երբ որ իմ մեջ է, ես ուզում եմ նմանվեմ Հիսուսին, դառնամ հեզ ու սրտով խոնարհ։ Գիտեք մի բան ասեմ, շատերը մտածում են այդ ինչի ես այստեղից չեմ քարոզում։ Ում ես ուզում քարոզես։ Ում ես ուզում քարոզես։ Այդ ինչի պետք է օրինակ հիմար X անձնավորությունը քարոզի, ես չքարոզեմ։ Ում ես ուզում քարոզես։ Մարդկանց 6000 բնակչություն կարագացավանում։ Երևի մի 3-4 հազար Արտենիում։ Երևի մի 1900 կամ 2000 չգիտեմ ինտերնետ գետապում, ոտ մի 10 քանի հազարը թե ավելի քիչ է չեմ անում Թալինում։ Չեմ հաշվում Բագրավան ու տենց կգնամ կհասնեմ մինչև Գյումրի։ Ո՞վ է քեզ խանգարում։ Գնա քարոզի։ Չէ, ես իմենը ստեյց եմ ուզում, ես կամերայի դեմն եմ ուզում, որովհետեւ YouTube-ում ինձի տենան։ Ուզում են քեզ YouTube-ում տենաս, լայվ արա քեզ քիչ YouTube, թող քեզ տենան։ Չէ, իմենը ստեյց եմ ուզում տենամ։ Նպատակը ո՞րն է, հենց հատուկ ստեղը։ Արինայի քո սրտի մեջ նպատակը ո՞րն է, հենց իմենը ստեղը։ Ուզում ես մարդիկ քեզ տեսնեն։ Շարժարետը ո՞րն է։ Գիտեք ինչ-ն է հետաքրքիր։ Եկեք շարունակենք Տիրոջ խոսքին ինձ ասում։ Ասում է Հիսուս Քրիստոսի մեջ էր, որ Աստծո կերպարանքը ունենալով
հապշտակություն չհամարեց Աստծուն հավասար լինելը։ Գիտեք ինքը Աստված լինելով ասում է ես իմ հորը հավասար չեմ ուզում լինել։ Հապանձ ունենացրեց, ծառայի կերպարանք հագավ, մարդկանց նման եղավ, մարդու կերպարանքով։ Ինքը իրեն խոնարհեցրեց։ Ուզում սրա վրա ուշադրություն դարձնես։ Ինքը իրեն խոնարհեցրեց։ Միջև իսկ մեռնելու հոժարեց եւ անել խաչի մահվան։ Սրա համար Աստված էլ նրան խիստ բարձրացրեց եւ նրան մի անուն տվեց, որ ամեն անունից վեր է, որպեսզի Հիսուսի անունին ծննդրեն երկրավորները, սանդալամետականները, ամեն լեզու դավանի, թե Հիսուս Քրիստոս Տեր է, Հոր Աստծո փառքի համար։ Դուք տեսաք ինչ արեց Հիսուսը։ Իր անձը ինքը խոնարհեցրեց։ Քեզ շատ անգամ դու աղոթում ես, Հիսուս ջան ինձ խոնարհեցրա։ Ու դու պատկերացնում ես մի հատ պատասխան ես ասում, լավ ես մտածել։ Հա ուզում եմ դու ինձ խոնարհեցնես։ Եկել մարդը տիրուգունը թևերը կշտած գալիս է տուն։ Աղջի մի հատ ջուրբե ոտերես լվամ։ Ես քեզ ինչ աղջի։ Աղջին մերը տա։ Ու գնաց։ Գել աշկիտակը կապուտ, գիտե ջարդած։ Գալիս է Հիսուս ջան, ես քեզ ասի խոնարհեցրա ինձ։ Ասում դու ասեցի ինձ խոնարհեցա, հումորով եմ ասում։ Ես քեզ հնարավորություն տվի որ խոնարհվես։ Կյանքում մարդիկ ոտերը լվացած չկա, ես անգամ ուզում եմ խոնարհվեի։ Լվայիր։ Չէ, ես դες չէի ուզում։ Ես ճիշտ ասած ես չէի պատկերացնում խոնարհվելը։ Ես պատկերացնում եմ, որ հիմա իմ ամուսինը կգա տուն ու կասի. «Օ, իմ թագուհի, այսօր 10,000 ամերիկյան դոլարի չափ դրամ եմ աշխատել։ Արի այսպես սրտիկ նկարեմ եւ քեզ նստացնեմ մեջտեղը կողերը մոմեր վառեմ»։ Ես մտածում եմ խոնարհվել այդպես է։ Խոնարհվել այդպես չի։ Հիսուսն ասում է, Տիրոջ խոսքը ասում է, Հիսուսը ինքը իր անձը խոնարհեցրեց։ Ինքը խոնարհեցրեց։ Գիտես դա ինչի է նման։ Որ երեկոյան ամուսինդ հոգնած, ենթարենք օրինակ հիմա չգիտեմ աշխատանքից է, մեկի ամուսինը վարորդ է, մեկի ամուսինը օրինակ չգիտեմ շինարար է, մեկի ամուսինը ենթադրենք քարը, մեկը դաշտ է, տարբեր տեղեր, մեկը չգիտեմ մեքենայի վարպետ է, մեկը ոսկերիչ է, կապ չունի։ Երեկոյան տուն է գալիս։ Դու այդ արանքում գրում ես գուլի, հա։ Ասա, ինչ օրինակ համար ոտքերը հանգստացնող նյութեր կան։ Ընդ չգիտեմ ինչեր է գրում, գնում ես խանութից կամ դրանք դեղատնից առնում ես այդ նյութերը, բերում ես այսպես, sense գեղեցիկ մատել գեղեցիկ, թեշտ ես առածելում, sense լցում ես վարդերով, մարդը գալիս ասում ես ամուսինս, ուզում եմ ոտքերը տնես այս տաշտի մեջ, հատուկ նյութեր եմ առել, որ հանգստանա քո ոտքերը, մարդը նայում ասում այ կնիկ, եսի դու ես։ Թե չարի նստացնում ահա Նասկիներ համա, այ մարդ ես իրեք հորա չես լված է ոտերը։ Դնում է տաշտի մեջ, ոտերը սկսում է մասաժ անել։ Ասում է ինքը իր անձը խոնարհեցրեց։ Այդից էլ ոտերը չորացնում եմ, գիտես հələ մտի զալում հյուրասրահում, տես ինչ գեղեցիկ սեղան եմ քո համար պատրաստել։ Մարդն ասում է, քնիկ ես որտես ումից գցածելն ես։ Կյանքում ես բան չէիր արել։ Ես ուզում եմ իմ անձը խոնարհեցնեմ։ Միշտ եկել ես, ասել եմ, դավայ թռի բաղնի գլոխցի նոր ներս կմտնես, հիմա ես եմ ուզում քո համար ծառայեմ։ Իմ անձը խոնարհեցնում եմ։ Սա գուցե հումորով եմ ինչ-որ բաներ ասում։ Բայց գիտեք, իրականում, երբ որ դու քո անձը սկսում ես խոնարհեցնել, շատ բան է փոխվում։ Ինչ են ընտանիքներում շատ անգամ վեճերը։ Ինչ են ընտանիքում շատ անգամ ատելու, որտեղ ոչ ոք քեզ ում խոնարհվի։ Մի հատ հիշի ուղակի, վերջի անգամ երբ ես գնացել երեխայիդ, ամուսնուդ, կնոջդ, կամ մամայիդ, կամ պապայիդ, ուղակի գրկի ասեք կներես ինձ։ Գուցե ինչ-որտեղ քեզ ցավացրել եմ։ Յա, հետ էր պակաս, մարդս մի անգամ տես բանացնեմ, վերջը ձերը չեմ բրծնի։
Այդ քեզ թվում է։ Գիտեք, նայեք, խոնարհության հետևանքը Աստված բարձրացրեց Հիսուսին եւ ասում է մի անուն տվեց, որին բոլորը ծնրադնելու են։ Գիտեք, երբ որ դուք սկսում եք խոնարհվել, Աստված ձեզ բարձրացնելու է։ Երբ դուք սկսեք խոնարհվել, Աստված ձեզ բարձրացնելու է։ Երբեմն ես նայում եմ պատանիների կամ երեխաների կամ երիտասարդների, իրանց ծնողները տնից են խոսում, ասում եմ հովիք չլինի գլուխը դրից հետ կփոկի։ Արհամարանքով, ժեստերով հոգնեցրեցիք։ Ոսում ես ասես, ոնց ուզում եք մտածեք կամ դուք որ մեզ դիտելու եք, այդպես լնկոտ։ Այն գիշերները որ չէիր քնում, փորա ցավի ցաղ գիշեր, հերն ու մերը, բալես ինչ եղավ քեզ, սպասում ենք առավոտվա, ամբողջ գիշեր չէին քնում, առավոտ այդ հերն ու մերը գնում էին դաշտում աշխատելու, վերելու քո պամպերսիդ փողը հասցնելու։ Այդ իրենք պետք է անեին, բայց որ հիմա քեզ մի բան են ասում, զզվցրեցիք ես ասում։ Ուր ենք հասել։ Ուրա մեր խոնարհությունը։ Գիտեք որ մարդիկ խոնար են, երբեք տես չեն պահում իրենց։ Ասում է իր անձը խոնարհեցրեց եւ Աստված էլ իրան բարձրացրեց։ Գիտեք Աստված նայում ամեն մեկի սրտի մեջ, ինչ կա։ Գիտեք չի նայում իմ կոստյումի մեջ ինչ կա, նայում իմ սրտի մեջ ինչ կա։ Այդպես լիներ, գիտեք մենք կփորձեինք շատ շքեղ հագնվել, որպեսզի Աստվածը հողո տեսեք ինչ լավն է։ Գիտեք այդպես չի։ Երբեք Աստված չի նայում քո հագուստին։ Մագազին չանենք վաղը բաց բրախ հագնվենք, ոչ, ասում եմ պարկեշտ հագնվեք։ Բայց չի նայում քո հագուստի արժեքին։ Նայում է քո սրտին ինչքանով է խոնար։ Առակաց 18-ի մեջ մի հետաքրքիր բան կա գրված։ 18-12։ Ասեք գուցե ովիվ տարեվերջ էր, մի լավ բան ասեիր, տարեվերջում լավ բան կասեմ։ Դեռ մեկ կիրակել ունենք արջևում։ Նայեք ինչ մի հատ իմ համար սենց, գիտեք կարմիր լույս վառվող խոսք կա։ Կոտորածից առաջ մարդու սիրտը հպարտանում է։ Բայց փառքի արջևից խոնարհություն է գնում։ Այստեղ ոնց է գրած։ Մարդու սիրտը հպարտանում իր կործան, բայց խոնարհությունը փառքից առաջ է գնում։ Չէ՞ դու առաջ է գրած, բայց փառքի արջևից խոնարհություն է գնում։ Գիտեք, 1 տարի մոտավորապես 2 տարի ամեն անգամ մարդ ելույթից գոռում էր Հայաստանի հպարտ քաղաքացին, ասում եմ լսեք, այս մարդը մեր գլխին կործանում է բերելու։ Հպարտել էսպես շեշտվում է։ Առանց հասկանալու, որ Աստված հպարտներին հակառակ է գնում։ Գնաց կործանում է։ Հիմա էլ ինչի՞ չի ասում հպարտ քաղաքացիներ։ Գիտեք ցավալին որն է, որ ասում է կործանումից առաջ, կոտորածից առաջ մարդու սիրտը հպարտանում է։ Գիտեք, որ քեզ եկեղեցում պատվել են, քո ընտանիքում պատվել են, քո դպրոցում, քո համալսարանում, չգիտեմ, քո աշխատանքի տեղը պատվել են, դա դեռ չի նշանակում, որ դու պետք է այդ էйֆորիայի մեջ բոլորի վրա այն դիրեկտորը ասելա դու լավն ես, սաղին սկսես տրորել։ Գիտեք, դա ամենավտանգավոր բանն է։ Հավատացեք, ոնց որ քեզ գովեցին, այդտենց էլ կարան անարգեն։ Եվ գիտեք, այս խոսքի շարունակության մեջ ուզում եմ ամբողջը չեմ կարդա, դուք տունը կկարդաք Դանիելի 5-րդ գլուխը։ Դանիել մարգարեի 5-րդ գլուխը։ Եվ նայեք, այստեղ խոսում է Բաղդասար թագավորի մասին, որը որ կոչում կա անում, խնջույք կա անում։ Եվ որ արդեն մի քիչ գինովնում են, շատ մարդիկ ասում են, ինչ կա գինում ես որ։ Երեք մի երիտասարդ հետ է խոսում, բացում է Աստված, ասում է, տեսեք գինում մեջ ինչ կա։ Հանրակություն, կործանում, վիշ, ցավ, տառապանք։ Որ ասում է, որուն է ցավը, որուն է վայը, որուն է տրտունջը, որուն է արշերի կարմրությունը։ Հովիվ ջան, դեմը նոր տարի է գալի, մի երկու շիշ չդնենք սեղանին բարեկամները կան խմեն։ Դա քո որոշումն է։ Իմ բոլոր բարեկամները գիտեն, որ ես քրիստոնյա եմ եւ ես չեմ սիրում ալկոհոլը
Եվ իմ ընտանիքում ալկոհոլ չեն խմում, իմ սեղանը ալկոհոլ չկա դրված։ Ալկոհոլը մը իմ տուն կան, թող չգան։ Եթե իմ տուն իմ համար են գալի, կապ չունեմ սեղանը ինչա դրած։ Եվ նայեք, երբ որ մարդիկ գինովնում են, երրորդ խոսքում ասում ուստի Երուսաղեմ եղող Աստծո տան տաճարի շեշտումա Աստծո տան տաճարի հանված ոսկե անոթները բերին ու թագավորին ու մեծամեծներին եւ իրենց կանանց հարճերին նրանցով սկսեցին խմցնել։ Գիտեք, այդ իրանց գավաթները քիչ էին։ Չէ, սրանք լավը չեն։ Այն Աստծո տան գավաթները բերեք դրանցով պետք է խմենք։ Սա գիտեք ինչ է նշանակում։ Մենք անարգում ենք այդ Աստծուն։ Մեր քիթը այնքան բարձր է, որ մենք թքած ունենք այդ Աստծո վրա։ Այրա գավաթներով պետք է խմենք։ Եվ գիտեք, կործանում եկավ։ Նրանք գինի խմեցին, ոսկի արծաթի պղնձի երկաթե փայտի ու քարե աստվածներին գովեցին։ Դուք պատկերացնում եք Աստծո տան սպասքով գովերքում են կուրքերի։ Եվ ասում է հենց այդ նույն ժամին, կարդում եմ 5-րդ խոսքը, մի ձեռքի մատերիալյան աշտանակի դեմ թագավորական պալատի պատի ծեպի վրա գրեցին եւ թագավոր այն գրող ձեռքի թուղթը թաթը տեսավ ու վերջ մեռավ սփրտնեց դողաց էս ինչ գրեց էսով էր դուք պատկերացնում եք հիմա բոլորս նստած եք մեկ էլ մի հատ հանկարծ ձեռքի ապա հայտնվում ու այս պատի վրա ինչ-որ բան է գրում երևակայի կեսը պատոնով կփախնեն կեսը չգիտեմ ես դռնով կեսը երևի պատով sense մի անգամից կանցնեն հարևանի կողմը էս ինչ ձեռեր էս ինչ գրեց էս ինչա կատարում ես եկեղեցու Կարող լինի, գիտեք երբ որ այդ եկեղեցին այնքան sense քիթը բարձրանա որ մենք բայց փառք ասում եկեղեցին չի որոշում քիթը բարձրացնել թակարակ ավել ուզում խոնարհվի եւ թակավորը գիտեք ինչ արեց խառնվեց իրար մեծ փողեր խոստացավ նրան ով որ կմեկնի այդ գրվածքը ուզում եմ մի փոքր առաջ գնալ 17 խոսքից Դանիելը սկսում է խոսել Դանիելը ասում է քո պարգևները քեզ դինեն ու նվերներդ էլ ուրիշին տուր բայց ես այն գրված թագավորին պիտի կարդամ ու մեկնեմ ասում եմ քո փողերը պետք չեն Գիտեք ինքան մարդիկ են եկել այստեղ իրանց համար աղոթել են որ բժշկվեն եւ ազատագրվել են եւ մարդիկ ասում են կարանք մենք փող տանք ասում ենք չէ մենք ձեր արել ենք ձեր տալիս ենք Կարանք ձեր եկեղեցում տակ ասում եկեղեցում կարակ տակ մեծ չէ Որտեղ մենք ուրիշ ենք եկեղեցին ուրիշ է ճիշտ է մենք ենք եկեղեցին բայց իմ անձնականը չի դա արդեն ինչ որ եկեղեցուն է իմ անձնականը չի դա եկեղեցունն է դա տիրոջն է Եվ շարունակություն ինչ ասում Դանիելը Ով թագավոր բարձրել Աստծո բարձրել են Աստված քո հորդ Նաբուգոդոսի թագավորի մեծությունը պատիվ ու փառք տվեց Ինքը խոսում է որ իր հորը փառք տվեց, պատիվ տվեց, բայց հայրը գիտեք ինչ արեց, անարգեց նորից Աստծուն։ Իր հպարտության պատճառով։ Նրա արված ասում է մեծությունից բոլոր ժողովուրդները ազգերը լեզուն նրա երեսից դողում էին եւ վախենում էին։ Նա ուզածը սպանում էր, ուզածը ողջ էր թողնում, նա ուզածը բարձրացնում էր, ուզածը ցածրացնում էր, բայց երբ նրա սիրտը հպարտացավ, լսում եք ինչ ասում Կամ դուք այն մարդիկ ովքեր մեզ լսում եք հետո ասում է հենց սիրտը հպարտացավ նրա հոգին ամբարտավանությամբ լցվեցավ իր թագավորության աթոռից ընկավ ու պատիվը նրանից առնվեցավ եւ ասում է նա մարդկանց որդիների մեջից վռնդվեց նրա սիրտը անասունների պես եղավ նրա բնակության վայրը էշերի հետ եղավ դուք պատկերացնում եք թագավոր պալատի ամենաբարձր տեղը հետո էշերը խոտ ուտում Կարծացեք 4-րդ, 3-րդ գլուխների մեջ կտեսնեք ինչ կերպարանք ընդունում թագավորը, երբ որ հպարտանում Աստծո առաջ։ Եվ շարունակություն ինչ ասում։ Նա ասում է մարդկանց որդիների մեջից վռնդվեց ու նրա սիրտը անասունների պես եղավ։ Նրա բնակության վայրը էշերի հետ եղավ, արճավների պես խոտ էր ուտում ու նրա մարմինը երկնքի ցողովը թրջվում էր մինչև որ իմացավ թե մարդկանց թագավորության վրա բարձրալ են Աստվածն ատիրում ու իր ուզածը մարդը նրա վրա դնում է
ու դու ով Բաղդասար նրա որդին քո սիրտը չխռովեցրեցիր, թե այս բոլորը գիտեիր։ Գիտեք, մարդը գիտեր, որ Աստծո դեմ դուրս գալը ինչ հետևանք է ունենում ու գնաց դրան։ Այսօր ինչ են շատ մարդիկ վայր ընկնում եկեղեցիներում։ Ինքը գիտի, որ դա չի կարելի, ինքը գիտի, որ այդ հպարտության պատճառով ինքը վայր ընկնելու, քիթը տնկելու պատճառով, գիտեք, ես ամենասիրունն եմ։ Այդ եկեղեցու մոդելն եմ։ Բոլորը ինձ պետք է երկրպագն, ասում ես, առաքո բախտից։ Այս եկեղեցու մենակ ես չեն երկրպագում։ Ուրիշ ոչ մեկի չեն երկրպագում։ Քիչ կոպիտ ասեցի, բայց տենց է։ Որ ոչ մեկ երազանք չունենով ինքս թե երկրպագվելու է։ Այստեղ մենակ Հիսուսին ենք երկրպագում։ Ու գիտեք ցավալին որն է։ Մարդը իմանալով ասում է դու գիտեիր այդ ամենը ու սես բան արեցիր։ Այլ ասում է դու երկնքի Տիրոջ դեմ բարձրացրեցիր ու նրա տան անոթները քո առջև էդ բերեցին ու քո մեծամեծները քո կիները հարճերը նրանցով գինի խմեցիր։ Դու արծաթի, ոսկի, պղնձի, երկաթի, փայտի, քարի շինված աստվածները գովեցիր։ Դուք հասկանում եք ինչ ասում սել եկեղեցի։ Եվ որ մարդու սիրտը սկսում է հպարտանալ, երբեք ինքը Աստծուն փառք չի տալի։ Եկեք այնքան մարդկանց եմ հանդիպել, որոնք իմացել են, որ ին որդին պատերազմում ընկել է, փառք իրան, ասում են ոչ, փառքը Աստծուն է, պատիվն է իրանցը։ Իրանք պատվով են ընկել, բայց փառքը Աստծունն է։ Գիտեք, սա ամենակարևոր բանը, որ դուք հասկանաք, երբ որ Աստված քեզ պատիվ է տալիս, քո քիթը չպետք է բարձրանա վերև։ Այլ ընդհակառակ դու ավելի պետք է խոնարհվես։ Եվ Աստված քեզ ավելի է բարձրացնելու։ Եվ շարունակությունը ինչ ասում Տիրոջ խոսքը։ Դու ասում ես, ուրիշ աստվածների գովեցիր, որոնք ոչ տեսնում են, ոչ լսում են։ Գիտեք, ես մարդիկ գինովնում ես ցում բոլորովին ուրիշ բաներ խոսել։ Եկեք խմենք մեր սրբության կենացը։ Ու սրբությունով այն մաման, որը ամիսներ շարունակ դաշտում արևիտակ հիվանդությունը վրան ճռալով աշխատում է, իսկ տղան չգիտես ինչու, թրևա գալի փողոցներում, ու ինքը խմում է իր սրբության կենացը։ Ուզում ես ընկեր, եթե իրականում այդ մաման քո համար այդպիսի սրբություն է, թույլ մի տուր, որ գնա դաշտում այդքան ծանր աշխատանքի մեջ, երկու հերթափոխ աշխատի, ոչ թե փողոցում սաղորը այն հայրենը չգիտեմ թզբեխ ինչ են ասում, թզբեխը սենց ճոճելով ման տուր, սրա նրա հետևից ռեպլիկ թող ու մտածի, որ քո մաման սրբությունն է քո համար, բայց մամատ գիշեր-ցերեկ դաշտում աշխատում է քեզ կերակրելու համար։ Ուր ենք հասել մենք։ Շարունակությունը ինչ ասում Տիրոջ խոսքը։ Բայց այն Աստվածը, որուն ձեռքն է քո շունչդ, որին է քո բոլոր ճամփաները, չփառավորեցիր։ Գիտեք, հպարտ մարդիկ երբեք ուրիշին չեն բարձրացնում։ Հպարտ մարդիկ երբեք ուրիշին պատիվ չեն տալի։ Հպարտ մարդիկ ուզում են ամեն ինչ իրանց համար ու իրանցով լինի, վերջ։ Ամեն բան պտտվի իրանց շուրջը։ Մտնեն եկեղեցի, բոլոր իրանց շուրջը պտտվեն։ Օ, մեծն չգիտեմ քույր կամ եղբայր եկար, մոմերը բերեք, վառենք, սենց ճանապարհը պատրաստենք, սենց բանով են խոհարներով, սենց ճանապարհը մաքրենք, որ հանկարծ ձեր ներփագեղ ցեխոտ ոտքերը չկեղտոտվեն, գաք էստեղ նստեք, բանը սենց հովարներ, հա։ Բոլորը քեզ այդ մարդիկ են ուզում։ Ինձ լավ չվերաբերվեցի եկեղեցում, ես դրա համար չեմ գնում։ Եվ որ մարդը դա է ուզում, դա չի ստանում, ինձ լավ չվերաբերվեցին, ուզում ես քեզ ի՞նչ տյանեին։ Արցանդ կանգնացնեին այստեղ ու հենց փողերը տուտու հնչեին, բոլորը սկսեին քեզ երկրպագել։ Բարի գալուս քրիստոնեական եկեղեցի, որտեղ ոչ մեկին չեն երկրպագում բացի Հիսուսից։ Դուրը չի գալի, դուր են կոմնա։ Որովհետև այս եկեղեցու գլուխը Հիսուսն է, վերջ, վերջ, քանի դեռ այստեղ ով եմ, եկեղեցու գլուխը Հիսուսն է, ոչ մեկ այստեղ չի երկրպագվելու, այսօր առավոտ նստած խոսում ենք, ինչ-որ հարցերի շուրջ, լավ, անցանք առաջ, նրա համար ասում այն ձերքի թաթը նրա կողմը ուղարկվեց և այս գրվածքը գրեց, այսպես է գրված, մանե թեկեղու փարսի, Սա մեր մանե հետ կապ չունի, մի նայեք մանեին։
Սա մեր բանը հետ կապ չունի, մի նայեք իրան։ Եկեք շարունակություն նայեք ինչ ասում Տիրոջ խոսքը։ Որտեղ ինքը մեկնաբանում է, որ կշռվեցար, թեթև գտնվեցիր ու քո թագավորությունը բաժանվեց մանրը պարսիկների մեջ։ Ամենահետաքրքիր տեղը 30 խոսքը։ Նույն գիշերը քաղդեացիներու Բաղդասար թագավորը սպանվեցավ։ Նայեք 18-12 խոսքում առակած գրքում ասում է, որ հպարտությունը եւ որ կործանումից առաջ հպարտությունն է գալի։ Այս մարդը հպարտացավ, ասես բերեք Աստծո տան անոթները, ես պետք է դրանցով խմեմ։ Արդեն գինովցել էր։ Եվ ասում չէ ջոգում ինչ անում։ Ես պետք է բաժակներով խմեմ։ Խմեց։ Ու սկսեց երկրպագել ուրիշ աստվածների։ Ու հանկարծ մի հատ ձեռ հայտնվեց ու գրեց կշռքին դրվեցիր, իմ բարերով եմ ասում, ու ոնց որ թեթև ես գտնվել, քո վերջը եկավ։ Այդպես չի գրված, ես եմ այդպես ուղղակի ասում։ Եվ 30 խոսքում այդ գիշեր սպանեցին իրան։ Բայց եթե ինքը նման ձևի չէ վարվել, այդ գիշերը չէ սպանել իրան, գիտեք։ Այնքան կարևոր է, որ մենք սա հասկանանք։ Ում եմ նմանվում Հիսուսին, որը որ Աստված լինելով իր անձը խոնարհեցրեց, ես չեմ կարող իմ անձը խոնարհեցնեմ։ Ես, դու գիտեք ես ով եմ։ Դու գիտեք ես ում սերունդից եմ։ Դու գիտեք իմ երակներում ում արունն է հոսում։ Ասում եմ գիտեմ։ Գիտեմ ում արունն է հոսում։ Եվ որ հայրդ բան ասում, բռունցներով հարվածներ է տեղում հորդ վրա։ Գիտեմ ում արունն է հոսում։ Այդ իմ ընտանիքն է։ Իմ ընտանիքին մեկը, լսեք, գիտեք ես մի բան եմ հասկանում։ Ոնց ուզում են թող մտածեն։ Ես մտածում եմ լավ տղաներ են նրանք են, ովքեր կարող են իրենց ընտանիքը փառավոր ձևի կերակրել ու պահել։ Լավ տղաներ են նրանք չեն, որ փողոցում շախմատի ձի դարձած sense ամեն մի երիտասարդ անցնում դառնում է հետևից ռեպլիկա են թողում։ Լավ տղաներ են նրանք են, որ կարողանում են իրենց ծնողների աչքերին չթողեն արցունք լինի տխրության։ Միգուցե մեկ ասի, բայց ինչ անեմ, հովորում երեխան հիվանդակամ տկարա, խոսքս իրաց մասին չի, խոսքս այն մարդկանց մասին, ովքեր որ ամեն ինչը տեղն են, բայց իրենց էйֆորիայի մեջ փորձում են իրենց ծնողներին ցավացնել, ու իրանք լավ տղա են խաղում։ Գիտեք նույն բանը այս Բաղդասար թագավորը արեց, ասեց ես մի քիչ այս ժամանակակից բան լավ տղա եմ, բերեք այդ Աստծո տան անոթները, պետք է մենք դրանցով խմենք։ Խմեցին, տեսանք վերջը։ Տեսանք վերջը։ Սիրելի եկեղեցիք, ամեն մարդիկ ովքեր մեզ կլսեք, երբեք Աստված իր փառքը ուրիշի չի տա։ Մի փորձեք Աստծո փառքը վերցնել ձեր վրա։ Ինչ են մարդիկ գայթակղում, ինչի են վիրավորվում։ Երբ որ իրենց վիրավորող չկա, գիտեք ինչի, փառք են ուզում։ Ծափարություն են ուզում, մեծարանք են ուզում։ Այստեղ ոչ մեկի բենեֆիսը չէ, որ կանգնացնենք ու սկսենք գովերքել։ Հիմա պատկերացրեք մեր փառաբանության ավագին կանգնացնում են կախոններով, ասում են գովերքել, բա մեծ են Ջուլիա, դու այսօր կարողացար առանց ինձ վերջում կիշացնեք մայրիկդ խնդրել իր համար աղոթելու։ Այսօր բարի փառատոնի է մեր սինթեզ նվագողը։ Այնպես էլ չգիտեմ ուրա։ Գիտեք ինչն է հետաքրքիր։ Իրականում գիտեք ինչն է հետաքրքիր։ Չպետք է ոչ մեկին այդպես անես։ Կարող ես իրան պատիվ տալ, կարող ես մեծարել, բայց ոչ փառաբանել։ Մենք Աստծուն ենք փառավորում, ամեն։ Գիտեք, քանիստ եք տեսել հասկ, ծորենի հասկ։ Մի քանի հոգի։ Դուք տեսել եք ծորենի հասկ։ Հա, ուղղակի ձեզը շատ ծանր չեք բարձրացնում։ Դուք չեք տեսել ծորենի հասկ։ Հա, ձերը տակից է, հա, լավ, իրացը տակից է։ Գիտեք, երբ որ հասկը նոր սկսում է դուրս գալ ցողունի մեջից, դուք տեսնում եք այսպես շտի կանգնած է։ Երբ որ այդ հասկը սեղմում եք, դա տարկա, բան չկա մեջը, բայց ֆուտլյարը կասես կանգնած է, ուղիղ, որսպա կախ շտիկ, հա։ Գիտեք, երբ որ հասկը մի քիչ էլ է բարձրանում ցողունը, ու հասկը սկսում է լիցքավորվել, այսպես ասեմ։ Կամած, գիտեք ինչ անում, խոնարհվում է։
Գիտեք ինչի, որտեղ արդեն ինքը պտղով լցված է։ Սելի քույրիկներ, երբ որ դեռ դուք մայր չէիք, թռի վրի վազում եք, էլ մեկ աթոռերով թռնում եք, էլ մեկ շուշակնից եք մաքրում, բայց հենց որ արդեն 5-րդ կամ 7-րդ ամսականով մամայիք, այդ աթոռը անտարեք ես վախենում եմ վրել եմ։ Ծանրացել էիք։ Ինչի, որտեղ դուք պտուղ ունեիք։ Գիտեք, երբ որ մարդը սկսում է հոգևոր պտուղներով լցված լինել, ինքը խոնարհվում է։ Ինքը հասկանում է, որ ինքը պետք է խոնարհվի։ Բայց երբ որ գիտեք, ցողունը կա, հասկի գլուխը կա, բայց մեջը դատար կա, ցորենը սշտի կանգնած է։ Չեք տենում ինձի։ Տենում ենք, բայց ոնց որ դատար կես։ Իսկ գիտեք, որ հասկը լցվում է, իրան հետաքրքիր չի իրան կտենան թե չէ, ինքը խոնարհվում է։ Գիտեք, մարդ առանց Աստծո հպարտ է։ Բայց երբ որ դու Աստծով լցված ես, դու խոնարհվում ես։ Դու խոնարհվում ես։ Դու հասկանում ես, որ ամեն բան ինքն է անում։ Դու հասկանում ես, որ ամեն բան քո կյանքի մեջ ինքն է անում, ու դու հասկանում ես, որ եթե ինքը մի վայրկյան ձեռը քո վրայից վերցնի, գելերը քեզ կուտեն։ Այդ դեպքում դու ավելի ես խոնարհվում։ Ասում ես, Տեր, ամեն բան անողը դու ես։ Ամեն բան քեզանից է։ Դու ես ինձ օրհնում առողջություն, որ ես կարողանում եմ օրինակ հիմա 8 ժամ կամ 10 ժամ այդ տաք փեջի մոտ կանգնած հաստխեմ։ Դու ես ինձ օրհնում, որ կարողանում եմ այդ փոշին, այդ քարերը, չգիտեմ, հղկելուց այդ շնչեմ ու թոքերս չվիրավորվեն, թոքերս չգիտեմ ինչ չլնեն։ Դու ես ինձ օրհնում, որ ես կարողանում եմ դաշտում այդ կիզիչ արևի տակ աշխատեմ ու որ գլուխս բարձրացնում եմ, չի պտտվում ու վայր ընկնեմ քարերի վրա։ Ամեն բան քեզանից է, դու ես ինձ այս ամենը տալիս։ Գիտես դու դա հասկանում ես, երբ որ հասկի պես դու լցված ես իրանով, սկսում ես խոնարհվել։ Գիտեք, խոնարհ լինելը դա որակի նշան է։ Աշխարհը չի հասկանում ինչ բան է խոնարհը։ Աշխարհը հասկանում է դա թուլություն։ Բայց գիտեք, ուժեղներն են կարողանում խոնարհվել։ Ուժեղներն են կարողանում գնալ խոնարհվել, ասել կներես ինձ։ Ես սխալ եմ։ Ոչ թե բառեր, այլ իրականություն։ Կներես ինձ, ես կապաշխարեմ, ես կփոխվեմ։ Ես կդառնամ ուրիշը։ Մի երիտասարդ ունեինք սենակում երևի մի ժամ տարբեր կողմերից գալիս էր, դե կփորձեմ այդպես չանել, էսի ասում լսես մի ժամը կներեք ես բառը մի քիչ կոպիտ է, բայց ասում լոլո ես երկում, բայց չես ուզում ասես կներես ովի։ Եմ որ սենց ակցանով ատամդ քաշում են, սենց կներես, ասում եմ ինչ, կներես, ասում եմ ինչ, կներես, ասում եմ էդի այդ չի, դու պետք է փոխվես, դու պետք է խոնարհվես ու հասկանաս, դու Աստծո հետ գործ ունես ու վերջ, դու Աստծո հետ գործ ունես ու Աստված քեզ հակառակ է գնում, որովհետև Աստված հպարտներին հակառակ է գնում, դու պետք է խոնարհվես, պարզապես խոնարհվես իր առաջ։ Գիտեք, սա է մեր իրականությունը։ Եկեք հասկանանք, որ առանց Աստծո մենք մեր քիթը բարձրանում է վերև։ Ոնց է դա էլ եմ ասել։ Հիմա չգիտեմ խի մտքիս եկավ ուզում եմ ասեմ։ Ես գյուղում այդ մարդը։ Մենք գնացինք իրենց տուն, ոտքի մի քանի մատը կտրել էին արդեն։ Ու պատրաստվում էին ծնգից ներքև հեռացնելու։ Գիտեք, մենք խոսեցինք ավետարանը, սկսեցինք աղոթել։ Եվ գիտեք, այդ մարդու վզին, չգիտեմ, կախարդները ինչ էին արել, մի ինչ-որ թելից բան կար կախված, ասես վերջը իմացանք, որ ինչ-որ տեղից են տվել, ու դրա վրա բան կար հրճակված, ասինք սա պետք է քանդվի։ Ու որ վերցեցի, ինչ-որ մի հասարակ մի բան էր, ասա այսա տանենք, եսի կծախենք լավ փող կլսի։ Ամեջ նայում իրաց աչքերը փայլեց, ես մտածի երևի դա իհարկե հումորով ասեցի,
Հենց վարարան կար դրած իրանց տան մեջ, հենց վարանը բերանը բացեց, ասի Հիսուսյանով թողես անես կքանդվի։ Գիտեք ինչ եղավ։ Հենց այս գցեցի վարարանի մեջ, այս մարդը նստած էր իր անկողնու վրա։ Գիտեք շատ քիչ է տես լինում։ Ամենը ասենց ծփ վիզը գցեց։ Կնիկը խարվեց ինչ եղավ, մարդ ասի հանգիստ, լավ բանալում, լավ process է սկսվել։ Գիտեք սկսեցինք աղոթել իր համար։ Գիտեք շաքարային դիաբետով, բարձր շաքարով մարդկանց վերքերը չեն լավանում։ Գիտեք լավացավ վերքերը, փակվեց, մարդը ոտը ելավել, ոտերը չկտրեցին, մարդը արդեն քայլում էր, իսկ միջև այդ ինքը չէր քայլում։ Ու մեկ էլ հանկարծ մեկ օր գիտեք ինչ ասեց։ Մարգանցովքեն ինձ բժշկեց։ Ասում, հա՞։ Հա, ասում մարգանցով, ասում բա միջե մեր ձեր տուն գալը։ 2 տարի դու մարգանցովքով լողնում ես։ Բա ինչի՞ չէի լավանում։ Ցավում եմ ամեն ինչ որ ասում եմ։ Ես այդ մարդուն չեմ տեսել, բայց ես վերջերս իմացա որ նորից խնդիրներ է սկսվել։ Ասի իրան ասեք թող մարգանցովքով լողանակ անցնի։ Գիտեք Բաղդասարի պես փառքը չտվեց Աստծուն, ուրիշ աստվածների երկրպագեց։ Եվ այսօր իր կինը ամեն տեղ հետաքրքրված է մեզանով, ամեն տեղ խոսում է, ինչ կա եկեղեցում, եկեղեցում ինչ են անում։ Բայց գիտեք ցավալին որն է, որ նաև զուգահեռ այդ երեխեքի ծննդականները որ վերջում ասած ինչ փողեր են դրսից բերում, հետո ծնողներից մեկին ասել էին դու խաբար ես որ կարող քոնով վարկ վերցնեն որ ծննդականիդ պաչեն տվել ես իրանց։ Ասես 4 տարի ծնողները ծննդականի պաչ են տալիս։ Լեմա դարձեք որի անով եք վարկ վերցրել որ գիտեք սա է իրականությունը։ Աստծուն փառք չտվեցին։ Գիտեք իր տղան ստրուկի պես գիշեր-ցերեկ միտեղ աշխատում էր կոպեկներով, ասեն գիտեք չկա։ Աղոթում էին իրանց, գիտես իրանց իմաստություն տա։ Այդ տղան դուրս եկավ դες գնաց ավելի բարեկեցիկ, այնց որ սկսեցի մի քիչ բարեկեցիկ։ Կյանք իրաց տան մեջ։ Հիսուս դու մեզի պետք չես։ Վերջ։ Բայց գիտեք չեն հասկանում, հետո ավելի վատ վիճակում են հայտնվում։ Գիտեք կործանումից առաջապարտություն է գնում։ Կործանումից առաջապարտություն է գնում։ Փառքից առաջ խոնարհությունը։ Գիտես հենց որ սկսես խոնարհվել, հավատացեք Աստված քո կյանքի մեջ եւ քո կյանքով փառավորվելու է։ Եվ մարդիկ դա տեսնելու են։ Գալու են տեսնեն, ասեն, գիտես, պատմի ոնց եղավ որ դու այդ վարքերից պրծար։ Դու կարող ես պատմել Հիսուսի փառքը։ Պատմից ոնց եղավ որ դու 10 տարի երեխա չէր ունենում ու հանկարծ հիմա մի անգամից բիրիկով զույգ ես ունեցել, թոռ ես ունեցել մի անգամ։ Ոնց եղավ։ Ոնց եղավ դու 15 տարի չէիր կարողանում երեխա ունել, հիմա մի հատ կամփորսն ցավես թմբլիկ երեխա ունես։ Դա Տերը արեց։ Դա Տերը արեց, դա Տերը արեց, դա Տերը արեց։ Դա Տիրոջ զորությունն էր, Տիրոջ շնորհքն էր։ Ու պատկերացնում արտասում, թե գնացի բժիշկները հրաշագործ զորություն ունեն, արեցին։ Բայց 15 տարի առաջ չէին անում։ Այդքան փողեր ծախսը բժշկվելու։ Բայց ինչի՞ չէր ելնում։ Գիտեք Բաղդասարը փառքը չտվեց Աստծուն, տվեց ուրիշ անշունչ փոքրատար չաստվածների եւ ասում այդ գիշեր մեռավ։ Այդ գիշերը մեռավ։ Գիտեք մենք պետք է հասկանանք ամեն փոքր բան ինչ որ Աստված մեր կյանքի մեջ արել է։ Մենք դրա համար պետք է փառք տանք իրան։ Ու երբեք չվախենանք մարդկանց ասելու որ դա Աստված արել։ Որ դա Աստված արել։ Որ հանկարծ ինձ ասեն դու աղանդավոր ես։ Գիտեք մի բան ասեմ։ Աշակերտներն էին ասում։ Սրանք նազովրեցու աղանդից են։ Ասում աղվեսի դունչը խաղողին չացավ, ասեց խակա։ Ում դունչը որ չի կարողանում հասնել իրական քրիստոնեության մնացածին պիտակավորում են աղանդով։ Հələ եկեք տեսեք այդ մարդկանցից քանիսն են որ 20 անգամ դեզանից ավելի շատ հայրենասեր են, 20 անգամ պատրաստ են իրանց երկրի համար կանգնելու։ Ոչ թե մի հատ փխկալում դու երեխեքին մի անգամ զերծնում եք երկրից թռցնում եք որ հա հիվանդ էին գնացին բուժվելու։
Եթե դու որ ուզում եք պիտակավորեք այդ մարդիկ առաջինը կանգնած են այս երկրի համար, այս երկրի բարօրության համար, որ այս երկիրը կանգնած մնա, գիտեք սա հպարտության հետևանք է։ Գիտեք խոնար մարդիկ այդպես չեն վարվում։ Խոնար մարդիկ օրհնում են մեկ-մեկու։ Մեկ-մեկու համար աղոթում են։ Մեկ-մեկու ուզում են, որ ինքը լավ ապրի։ Չէ՞ որ քիչ առաջ կարդացի, իր անձից լավ են համարում։ Ուզում են, որ դու օրհնված ես։ Տեսնում են, որ դու օրինակ հիմար ձմեռը, կարելի ասել աշտանային կուրտքին հայերեն ինչ են ասում։ Բաճկոնով ես գալիս եկեղեցի։ Ու ես ունեմ օրինակ հիմա հնարավորություն, որ դու տակ կուրտկայով գաս, տակ բաճկոնով գաս։ Ասում եմ, մեկ-մեկու ձեր անձից լավ համարեք։ Ես կօրհնեմ քեզ, որ դու տակ բաճկոն ունենաս։ Որտեղ ինձ ասում է, քո անձից լավ համարի։ Գիտեք, խոնարհները այդպես են անում։ Իսկ հպարտն է, թող իր մարդ առնի, թող իր կնիկն առնի, թող իր երեխեն առնի, թող իր, չգիտեմ, բարեկամը առնի։ Լսի, քեզանից լավ բարեկամ, քեզանից լավ ընկեր։ Բարի գալուց քրիստոնեական կյանք, որտեղ խոնարհ մարդիկ մեկը մեկից լավ են համարում իրենց։ Իսկ հպարտները քթները վերևն է։ Ես ամենալավն եմ, բոլորը պետք է իմ շուրջը պտտվեն։ Ես եկա եկեղեցի, բոլորը իմ շուրջը չպտտվեցին, ես եկեղեցուց կգնամ, ասեմ դուռ են կողմնա։ Դուռ են կողմնա։ Նման մարդկանց համար դուռ են կողմնա։ Այստեղ բոլորը պտտվում են Հիսուսի շուրջ։ Ու վերջ։ Ու վերջ։ Ոչ մի ծառայողի, ոչ մի հովվի շուրջ չեն պտտվում։ Գուցե հովը գիշերցերեք ծառայում է, օրհնում է, բարձրացնում է, բայց դարձյալ թույլ չի տալու իր շուրջ ինչ-որ բան պտտվի։ Ամեն բան պտտվում է Հիսուսի շուրջ։ Որտեղ առանց Հիսուսի մենք հասկանում ենք, մենք հպարտանում ենք։ Իսկ գիտեք, երբ որ հասկը, ծանր հասկը գլուխը բարձրացնում է, գիտեք ինչ ալնում։ Ճոտ ու մեջքին գնում է ներքև։ Մեջքին գնում է ներքև։ Իսկ երբ որ ինքը խոնարհ է, չի գնում։ Պահում է։ Եկեք վերցնենք իրականում խոնարհության ճանապարհը։ Տարին ավարտվում է, սել եկեղեցի, ամեն մարդիկ որպես կլսեք։ Եկեք վերցնենք խոնարհության ճանապարհը։ Ինչքան շատ խոնարհեցնենք մեր անձ Աստծո առաջ, այնքան Աստված մեզ բարձրացնելու է։ Ու մեկ օր գալու են քեզ ասեն, դու ոնց բարձրացար, դու ոնց ես հիմա մեքենայով գալիս, դու ոնց ես օրինակ հիմա, չգիտեմ, քո անձնական բիզնեսը ունես, ոնց եղավ։ Այ երբ որ ես խոնարհվեցի, Տերը ինձ բարձրացրեց։ Երբ որ ես խոնարհեցի իմ ականջը տվի լսելուն, Տերը ինձ ասեց ես ինչ անեմ։ Այդ ոնց եղավ որ դու մի օրվա մեջ, չգիտեմ, գերբնական ձևի օրհնվեցի։ Ոնց որ ծառայողները այդ երկու օր առաջ նստած էինք։ Մեկ էլ ճլենք մի հատ նամակ եկավ, ասել երեխեք փող են օրհնի։ Լայնի որտես գիտես որտեղ ոնց որ առաջ էջի վրա երևաց։ Բացեցինք մարդ ասում է գիտես կան գումար եմ ուղարկում։ Այ այստեղ կօգտագործեք, այստեղ, ոնց ուզում եք օգտագործեք, ասում եմ կլինի ասել ինչքան որտեղ ենք օգտագործում, որ ավելի հեշտ լիներ մեզ։ Ինչ ես մեզ դժվար վիճակում դնում։ Ես ձեզ վստահում եմ, ոնց ուզում եք բաշխեք։ Ծառայողին ասում դե իմ ասեք ոնց անենք։ Գիտեք ինչ անողը։ Ասում եմ երբ որ ես աղոթում էի, Տերը ձեզի ինձի ցույց տվավ, ու ես ազգումարը ձեզի կուղարկեմ, ասում լավ ես անում որ մեզ ես ուղարկում, բայց գոնե ուղարկես դու ասա նաև որտեղ ինչ բաշխենք, որ դժվար չլինի մեզ, բայց փառք Աստծուն այդ սրտերի համար, փառք Աստծուն այդ սրտերի համար, ու մենք օրհնում ենք այդ մարդկանց, օրհնում ենք Տեր Հիսուսը թող նայի երկնքից ու գերբնական ձևի օրհնի այդ մարդկանց, ովքեր որ աղոթքի մեջ տեսնում են մեր եկեղեցին, տեսնում են մեզ, եւ իրենց ֆինանսներով օրհնում են եկեղեցին, եկեղեցին շարժվում առաջ։ Մենք օրհնում ենք ձեզ, եթե դուք մեզ կլսեք։ Մենք օրհնում ենք ձեզ, ձեր ֆինանսները, թող երկինք ավելի բացվի ու գերբնական ձևի հրաշքներ գա։ Բոլոր են գործընկերների վրա, ովքեր որ այսօր եկեղեցուն գործընկեր են։ Դեք խոնարհները լսում են Աստծուն, հպարտները չեն լսում։ Եվ վերջի տեղը, որ ուզում եմ կարդալ, Հակոբոս 4-րդ գլուխ 10 խոսքը։ Տիրոջ առջև խոնարհվեք, եւ նա ձեզ պիտի բարձրացնի։
Ուզում ես բարձրանաս, ով ուզում բարձրանա, Ահ, ոմանք չեն ուզում, խոնարհվեք Աստծուն, ձեր անձը խոնարհեցրեք, ինքը ձեզ բարձրացնելու է, ձեր անձը խոնարհեցրեք Աստծուն, ինքը ձեզ բարձրացնելու է, ու շատերը զարմանալու են, ոնց դու բարձրացար, ոնց դու հիմա քո բիզնեսը ունես, ոնց դու կայացար, ոնց, ու դու կարող ես արի քեզ ասեմ ոնց, այ որ ես սկսեցի խոնարհվել ու լսել Աստծուն, Աստված ինձ այստեղ բարձրացրեց, քանի դեռ իմ քիթը վերևերս մտածում էի չկա ինձի նմանը, ես ամեն ինչում չհաջողված մարդ եմ, բայց հենց ես խոնարհվեցի ու ասի Տեր չկա քո նմանը, Աստված ինձ բարձրացրեց, սել եկեղեցի, եկեք մեր անձը խոնարհեցնենք, մենք ենք մեր անձը խոնարհեցնում, ասում է Հիսուսը իր անձը խոնարհեցրեց, սիրելի քույրեր, դուք եք ձեր անձը ձեր ամուսնուն հնազանդեցնելու, խոնարհեցնելու, սիրելի եղբայրներ, դուք եք ձեր անձը խոնարհեցնելու, սիրելու ձեր կանանց, հիշի վերջի անգամ երբ ես իրան գրկի ու ասել ես կներես ինձ, գուցե ինչ-որ հարցում սխալ եմ եղել, հետեր պակաս, կնգանից ներողություն խնդրեմ, այդ ինչի պետք է կինը քեզանից ներողություն խնդրի իրանից ոչ, եթե ուզում ես քո ընտանիքի բարօրությունը, դու պետք է նաև ներողություն խնդրես, եթե դու իրականում սխալ բան ես արել կամ ցավացրել ես, որպեսզի քո ընտանիքը ավելի ծաղկի, Հովիվ ջան դու խաբար չես իմ մարդուն, հայրենի է, մի բան ասեմ, պին բռնեք Հիսուսին, խոնարհվեք Հիսուսին, ու գիտեք, երբ որ ձեր ամուսինը մի օր ձեր մեջ կտեսնի Հիսուսին, ինքը չի կարա նույնը մնա, որտեղ ովքեր որ հանդիպում են Հիսուսին, հավատացեք, Սողոսից դառնում են Պողոս, Սիմոնից դառնում են Պետրոս, Պսոմթոմ փանից, գիտեք ամեն բան փոխվում է, երբ որ դու խոնարհվում ես, ունենում ես Հիսուսին, ես օրհնում եմ ձեզ,